Բաքուն լռում է հայ գերիների առողջական վիճակի մասին, փաստաբանները ահազանգում հնարավոր բռնությունների վերաբերյալ։ Թույլ տվեք հայ գերին Զանգահարի կնոջը, դիմում բողոք Երևանից Բաքվին։ Ադրբեջանից Հայաստան լիքը վագոններ, հակառակ ուղղությամբ դատարկ, ով է շահում, ով կորցնում Երևան-Բաքու գործարքից։ Բերքը դաշտում փչանում է, տնտեսվարողը շարունակում է ռուսական շուկային այլընտրանք փնտրել։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի պատկերը հունիսին, ներմուծումն աճել է, արտահանումը նվազել։ Ադրբեջանական պետական հեռուստաալիքը Իրանի սև ցուցակում։ Երկօրյա դադար երկշաբաթյա հարվածներից հետո, որքան կպահպանվի Վաշինգտոն-Թեհրան հրադադարը։ Պլաստիկի արգելք 2027-ից, օգուտ բնությանը, վնաս տնտեսությանն ու աշխատողներին, 24-ը 6-ի դիմաց, կանայք աշխատանքից հետո էլ աշխատում են տանը։ Եվ ռազմական մի ամբողջ արսենալ Եղվարդում, իրավապահները ապօրինի հրաձգարան են հայտնաբերել։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական ծագման ապրանքների ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին և խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելուն, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Եվրամիությանն անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է բաց գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով հարցերը լուծելու Հայաստանի կառավարության պատրաստակամության մասին։ Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը դատական նիստ կոչվածի ընթացքում ի պաշտպանություն պետական մոգոնած մեղադրանքի հնչել են դատախազների ելույթները, նրանք հայտարարել են, թե իբր հայ գերիներին առաջադրված մեղադրանքները հաստատվել են վկաների ցուցմունքներով, փորձաքննությունների եզրակացություններով, քննչական գործողությունների արձանագրություններով և այլն։ Մինչև ադրբեջանցիները պնդում են, թե հայ գերիները իբր մեղավոր են մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարում է, որ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում բռնության հետևանք են, իրավապաշտպանը տեղեկացրել է, որ այս հարցով գերիների պաշտպանները դիմումներ են նախապատրաստում։ Իդեպ Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրապարակային դիմել է Ադրբեջանի նախագահին, հայտնել, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնած ու պայքարում է կյանքի համար։ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը նորմայից գրեթե կրկնակի բարձր է, միաժամանակ նա սրտի ծանր ախտահարում ունի։ Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգարել կնոջը, բավական է լռությունը, բավական է անորոշությունը, մեկ զանգ հիմա, գրել է Մինասյանը։ Հայ-ադրբեջանական հումանիտար խնդիրներից տնտեսականին անդրադառնանք, մինչև այսօր Ադրբեջանից Հայաստան բազմաթիվ վագոններ են հասել, լիքը, հակառակ ուղղությամբ դատարկ են ճանապարհվել գնացքները։ Ինչու՞։ Հայաստանը առաջարկ չունի Ադրբեջանին, թե այլ հարցեր էլ կան։ Օրինակ կարծիք կա, որ այս հարցը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչ ունի։ Թեմայի մասին առավել մանրամասն ժամի անդրադարձում։ Ալիևն այն համոզմունքն ունի, որ իդեմս Բաքվի Հայաստանը առևտրային լավ գործընկերոջ է գտել, այս առիթով նա նաև Եվրոպական միությունից է դափնիների արժանացել։
Ադրբեջանից Հայաստան շարունակում են մատակարարվել դիզվառելիքի եւ այլ ապրանքատեսակների նոր խմբաքանակներ, մինչդեռ Հայաստանից հետ Բաքու վերադարձող վագոնները դեռևս դատարկ են ճանապարհ ընկնում, թեև տարեսկզբին Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր էին փոխանակել, որոնք կարող էին հետաքրքրել միմյանց շուկաներին, ադրբեջանական կողմից մինչև օրս հայկական եւ ոչ մի արտադրանքի պատվեր չի գրանցվել։ Մասնագետների գնահատմամբ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ոչ միայն տնտեսական գործոններով, այլ նաեւ քաղաքական նկատառումներով։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ այսպես ասած չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր նախագահը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամու երկրին տնտեսական օգուտ տալ։ Ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում էր, որ ադրբեջանական կողմը հետաքրքրված է եղել հայկական փայլաթիթեղով։ Նրա խոսքով գործարարների միջև բանակցություններ են ընթացել, սակայն գործընթացն ինչ-որ փուլում դադարել էր։ Այսուհանդերձ մինչև այս պահը իրավիճակը չի փոխվել։ Չնայած հայ տնտեսվարողները Բաքվից միլիոնավոր դոլարների գնումներ են կատարել, ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից այդ շուկա փաստացի գրեթե ոչինչ չի արտահանվել։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով հայկական ծագմամբ ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է ընդամենը $960, ընդ որում խոսքը Հայաստանի տարածքով Ադրբեջան նիդերլանդական վարդերի ներմուծման մասին է։ Կոնկրետ հայտարարել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլաթիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է։ Էկոնոմիկայի նախարարի մատնանշած ցանկում ներառված են եղել այն ապրանքները, որոնց արտահանման հնարավորությունը Հայաստանը դիտարկել է, այդ թվում եղել են փայլաթիթեղը, ալյումինը, ֆերոմոլիբդենը, մրգերն ու բանջարեղենը, որոշ տեսակների ալկոհոլային խմիչքները, ինչպես նաև տեքստիլ արտադրանքը։ Ինքը պատրաստ է թույլ տա, որ հայ գործարարները գան Ադրբեջանից ինչ-որ ապրանք գնեն եւ Հայաստանում վաճառեն, բայց իրենք շահագրգռված չեն, որ հայկական ապրանքը գնա ադրբեջանական շուկա։ Իսկ հայ գործարարները, որոնք Ադրբեջանի հետ տնտեսապես կապված կլինեն, Բաքվի համար սա ուղիղ հնարավորություն է մտնել Հայաստանի քաղաքական նաև դաշտ, որովհետև այդ գործարարները իրենք լինելու են Ադրբեջանի շահերի լոբինգ իրականացնող եւս մեկ գործիք։ Հայաստանը շարունակում է Ադրբեջանից ապրանքներ ներմուծել եւ ընդունել նաև այն բեռները, որոնք պարզապես տարանցվում են այդ երկրի տարածքով։ Սա ըստ պաշտոնական Երևանի խաղաղության օրակարգի գործնական արդյունքներից մեկն է։ Սակայն փորձագիտական շրջանակում այս գնահատականը միանշանակ չի ընդունվում։ Մասնագետները նշում են, որ փոխադարձության բացակայության պայմաններում, երբ Հայաստանից որևէ ապրանք այդպես էլ չի արտահանվում ադրբեջանական շուկա, դժվար է խոսել իրական առաջընթացի մասին։ Փորձագետ վերլուծաբանները հարցնում են, արդյոք խաղաղության գործընթացը կարող է արդյունավետ լինել, եթե այն գործնականում դրսևորվում է միայն մեկ ուղղությամբ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Բերքը դաշտում փչանում է, տնտեսվարողը շարունակում է ռուսական շուկային այլընտրանք փնտրել։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի պատկերը հունիսին, ներմուծումն աճել է, արտահանումը նվազել։ Ադրբեջանական պետական հեռուստաալիքը Իրանի սև ցուցակում։ Երկօրյա դադար երկշաբաթյա հարվածներից հետո, որքան կպահպանվի Վաշինգտոն-Թեհրան հրադադարը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը եւ այժմ միջազգային լրահոս։ Միացյալ Նահանգներ Իրան ճակատում վերջին 2 օրերին դադար է, կողմերը բանակցությունների անհրաժեշտության մասին են հայտնում։ Բացի այդ, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, բարձրաստիճան զինվորականները մտահոգություն են հայտնել հարվածների արդյունավետության եւ սպառազինությունների պաշարների կապակցությամբ։ Նախագահ Դոնալդ Թրամփը մինչդեռ հերքել է զենքի պաշարների վերաբերյալ տեղեկությունները, շեշտելով Միացյալ Նահանգներն ավելի շատ զինամթերք ունի, քան աշխարհում որևէ այլ երկիր։ Իր հերթին Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ միջնորդ երկրների միջոցով Միացյալ Նահանգների հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը հեշտ չի լինի, քանի որ միշտ կան ուժեր, որոնք ձգտում են պատերազմի, նշել է Բաղային։
Հրադադարի մասին համաձայնագրին վերադառնալու համար միջնորդներն աշխատում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեսակետների անհամապատասխանությունը հաղթահարելու ուղղությամբ։ Բացի այդ, միջնորդները նաև առաջընթաց են գրանցել Միացյալ Նահանգների և Իրանի բանակցություններին վերադարձնելու գործում, գրում է Associated Press-ը։ Կատարի և Պակիստանի գլխավորությամբ ձեռք բերված առաջընթացը բնութագրվել է որպես նշանակալի և հայտարարվել, որ միջնորդներն աշխատում են Իրանի և Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավերի անցումը կառավարելու մեխանիզմի շուրջ։ ԱՄՆ-ն Իսրայելից պահանջում է դուրս բերել զինուժը Գազայից, Լիբանանից և Սիրիայից, լուրը նախարարների կաբինետին հայտնել է Իսրայելի վարչապետը։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ դիմադրելու է ԱՄՆ վարչակազմի պահանջին։ Ես նրանց կասեմ ոչ, հայտարարել է վարչապետն ու տեղեկացրել կաբինետին, որ պատրաստվում է թռչել Միացյալ Նահանգներ, հանդիպելու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ և մասնակցելու սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորությանը։ Ադրբեջանի պետական ASTV հեռուստաալիքը ընդգրկվել է Իրանի սև ցուցակում թշնամական ԶԼՄ-ների ցանկում։ Ըստ իրանական ԶԼՄ-ների նման որոշման պատճառ կարող էին դառնալ ինչպես ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի հրապարակումները, այնպես էլ Իսրայելի հետ հարաբերությունները։ Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները երկրի տարածքում անօրինական են հայտարարել իրանական Սեհեր հեռուստաալիքի և Մեհր լրատվական գործակալության, ինչպես նաև նրանց ներկայացուցիչների գործունեությունը։ Ռուսաստանն անցնում է իր պատմության որոշիչ փուլերից մեկով, երբ խիստ մրցակցության պայմաններում ձևավորվում են նոր աշխարհակարգի ուրվագծերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 8-րդ գումարման Պետդումայի падգամավորների հետ հանդիպման ընթացքում։ Շարունակելով արտաքին ճնշման թեման, Ռուսաստանի նախագահը նշել է, որ 2022 թվականից Արևմուտքը ռուսատյաց մեքենա է գործարկել ամբողջ թափով, բայց չկարողանալով հաղթել Ռուսաստանին մարտի դաշտում, հույսը դրել է ժողովրդի դեմ պայքար մղելու բացահայտ ահաբեկչական մեթոդների վրա։ Պուտինի համոզմամբ Ռուսաստանի ժողովրդին երբևէ հնարավոր չէ կոտրել, իսկ Ուկրաինան կկորցնի իր արևմտյան հողերը, նշել է Պուտինը։ Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինուժի շահերին ծառայող նավահանգիստներին։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական բանակը հարձակումների ընթացքում գործի է դրել բարձր ճշգրտության զենք և հարվածային դրոններ։ Պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ բարձր ճշգրտության զենքով և հարվածային դրոններով խոցել են Օդեսա նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուկային նյութերի բեռնաթափման և պահպանման փոխադրման համալիրի օբյեկտներ, Չեռնոմորսկ նավահանգստում Ուկրաինայի զինուժի համար նախատեսված վառելիքաքսուկային նյութերով պահեստարաններ, իսկ Նիկոլաևա նավահանգստում ռազմական նշանակություն բեռների հասցրած բեռնանավ։ Վերադառնանք մեր երկիր 2026 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ 4.4%, հայտնում են կառավարությունից։ Այս ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ. շինարարություն 25.4% աճ, ծառայություններ 19.7%, արդյունաբերություն 4%, առևտրի շրջանառությունը նվազել է 0.1%-ով։ 2026 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 3.3%-ով, արտահանումը նվազել է 28.5%-ով, ներմուծումն աճել է 8.6%-ով։ Այս ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.1%։ Տացի աճի ֆոնին գյուղացու բերքը դաշտում չորանում փչանում է, երեկվա գնորդը այսօր չկա, ավելի ճիշտ կա, բայց չի ցանկանում հայկական գյուղմթերք գնել, պատճառաբանելով, որ հայկական արտադրանքը չի համապատասխանում ոչ միայն ռուսական շուկայի, այլև ԵԱՏՄ ստանդարտներին։ Ստիպված հայ արտադրողն ու տնտեսվարողը փորձում են այլընտրանք որոնել թե մոտիկ, օրինակ հարևան Վրաստանում, այնպես էլ օվկիանոսից այն կողմ հեռավոր Միացյալ Նահանգներում, որքանով և երբ կհաջողվի ռուսական շուկային այլընտրանք գտնել, ավելին ռեպորտաժում։
Մեկ շուկայից կախվածության ռիսկերի նվազեցման նպատակով հայկական կողմը փորձում է գտնել այլընտրանքային ուղղություններ, նոր գործընկերների ներգրավման եւ տեղական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելու հույսով։ Այլընտրանքային շուկաների որոնման համատեքստում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղատնտեսության քարտուղարության ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի ամերիկյան շուկա արտահանման հնարավորությունները։ Տնտեսագետները սակայն այն համոզմանն են, թե այս փուլում ամերիկյան շուկան չի կարող փոխարինել Հայաստանի արտահանման հիմնական ուղղություններից մեկին՝ Ռուսաստանին, իսկ որոշ ապրանքների դեպքում էլ մասնագետների գնահատմամբ փոխադրումների արժեքը տնտեսապես շահավետ չէ։ Սերտիֆիկացման հետ կապված երկրները որպեսզի անխափան մատակարարներ կատարեն գյուղատնտեսական որպես կանոն երկրների միջև լինում է ֆիտոսանիտարական լաբորատորիաներ ըստահելի։ Այն իմաստով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը լաբորատորիան որևիցե արդյունք է գրանցում պաշտոնական, այդ արդյունքը ամերիկյան հետագան կողմը ընդունում է որպես վստահելի արդյունք։ Մեր մոտ լաբորատորիաները ամերիկյան եւ հայկական այս կարգի փոխվստահող չէ, դրանք չկան։ Պայմանագիր չկա։ Հայկական կողմը այլընտրանքային հնարավորություններ է փնտրում նաև հարևան Վրաստանում։ Թբիլիսիում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գործարար հանդիպման ընթացքում վրացական խոշոր առևտրային ցանցերին ներկայացվել են արտահանման պատրաստ հայկական սննդամթերքը, խմիչքը ու գյուղատնտեսական արտադրանքը։ Ըստ տնտեսագետների Վրաստանը կարող է դառնալ հայկական արտադրանքի իրացման լրացուցիչ շուկա, ինչպես նաև տարանցիկ եւ վերաարտահանման կարևոր ուղղություն։ Դա ընդհանուր աշխատանք պետք է լինի սկսած բրենդավորումից եւ պետությունների միջև պայմանավորվածություններից մինչեւ օրինակ լոգիստիկական, այսինքն ճանապարհային աշխատանքներ Հայաստանում, այսինքն ճանապարհային ցանցերի գայնացում եւ այլն։ Այս ամեն ինչը կառատեսականորեն բերի փոփոխությունների։ Այսօրվանից էլ Հայաստանից ռուսական շուկա արտահանվող կաթնամթերքի մուտքն է սահմանափակվել։ Ռոսելխոզնաձորը որոշումը հիմնավորում է հայկական արտադրանքի անվտանգության եւ հումքի ծագման հետ կապված խախտումներով, իսկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ հայտնում են, թե հիվանդ կենդանիների կաթի օգտագործման դեպքեր ստուգումների ընթացքում չեն հայտնաբերվել։ Տնտեսագետների գնահատմամբ տնտեսական վնասը այստեղ մեծ չի լինի, քանի որ արտահանվող կաթնամթերքի ծավալները գյուղատնտեսական ընդհանուր արտահանման համեմատ փոքր են։ Ռոսելխոզնաձորի եւ ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը թեև չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ պետություն եւ բացի իր ազգային օրենսդրությունից նաեւ պետք է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը պահպանի, որոնք նույնպես պահանջում են սննդամթերքի անվտանգության որոշակի նորմեր, հացը համակարգերով հետվտանգների վերլուծության, կրիտիկական կետերի որոշման կառավարման մոդել ունենան, լաբորատոր ստուգումներ անեն։ Նոր շուկաների բացումը միայն քաղաքական պայմանավորվածությունների հարց չէ, ասում են մասնագետները։ Դրա համար անհրաժեշտ են միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն, վստահելի հավաստագրման համակարգ եւ մրցունակ լոգիստիկա։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ 10-րդ անգամ նույն վայրում Սևանի ափին Սևան Ստարտափ Սամիթը կրկին իր հյուրընկալ հարկի տակ է համախմբել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրների նորարար գաղափարները։ Նպատակը մեկն է՝ Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում դիրքավորել երկիր, որտեղ գաղափարից իրականություն մեկ քայլ է, իսկ ստարտափերներն ու պոտենցիալ ներդրողները կողք կողքի են մեկ շաբաթ շարունակ։ Ժամին նկարանող խումբը ծանոթացել է այս տարվա սամիթի ձևաչափին, մուտքից մինչև սպասվող իրադարձություններ։ Սևանի լազուրե ափը մեկ շաբաթով վերածվել է նորարարության եւ տեխնոլոգիաների գերակտիվ կենտրոնի։ Մեկնարկել է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ը, որը մինչև օգոստոսի 1-ը նույն հարթակում համախմբելու է աշխարհի տարբեր կողմերից Հայաստան ժամանած հազարավոր մասնագետների։ I think yes, we got the fire. Welcome to Seaside Startup Summit
2026. Վրանային ճամբար, տասնյակ տաղավարներ, նորարար գաղափարներ ու գործարար հանդիպումներ աշխարհի ավելի քան 50 երկրից։ Հայաստան ժամանած շուրջ 250 ստարտափերներ, ներդրողներ, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ սևանում են իրենց գաղափարները ներկայացնելու եւ ներդրումներ ու գործընկերներ գտնելու հստակ մտադրությամբ։ Startups Seaside Startup Summit-ը վաղուց արդեն պարզապես միջոցառում չէ, սա միջավայր է, որտեղ մեկ շաբաթ շարունակ մարդիկ ապրում, աշխատում եւ ստեղծում են միասին։ Այստեղ ստարտափերները հնարավորություն են ստանում անմիջականորեն շփվել ներդրողների, միջազգային փորձագետների եւ գործընկերների հետ։ Մեր նպատակն է, որ հենց այս հարթակում ծնվեն նոր համագործակցություններ, ներդրումներ եւ գաղափարներ, որոնք հետագայում կվերածվեն հաջող բիզնեսների, ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում։ Կազմակերպիչների խոսքով նպատակը պարզապես հերթական ստարտափի անցկացումը չէ։ Այստեղ ձևավորվում է միջավայր, որտեղ գաղափարը կարող է վերածվել բիզնեսի, իսկ ծանոթությունը երկարաժամկետ համագործակցության։ Տարվա ընթացքում մշակված նախագծերը հենց այստեղ են ներկայացվում ներդրողներին միմյանց հետ մրցելով, ֆինանսավորման աղբյուրներ գտնելու եւ միջազգային շուկա դուրս գալու հնարավորության համար։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ համաշխարհային ստարտափ էկոհամակարգը հանդիպում է, կիսվում փորձով եւ միասին ստեղծում ապագայի լուծումները։ Համոզված ենք այստեղ ներկայացված բազմաթիվ նախագծեր շուտով դուրս կգան միջազգային շուկա։ 7-օրյա ծրագրում նախատեսված են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ներդրումային փիչինգներ, անհատական մեթոդական հանդիպումներ եւ թեմատիկ գագաթնաժողովներ։ Այս տարի առավելապես մեծ ուշադրություն է դարձվում արհեստական բանականությանը, արգոտեխնոլոգիաներին, հանքարդյունաբերական նորարարություններին, գինեգործական տեխնոլոգիաներին, կիբերապահովագրությանը, ինչպես նաեւ բնապահպանական նախաձեռնություններին։ Seaside Startup Summit-ի շրջանակում անցկացվելու են նաեւ Sevan Iviralin եւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք տեխնոլոգիական համադրում կապում են կրթության, բնապահպանության եւ կայուն զարգացման հետ։ Իդեպ այս տարի ներդրվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով մուտքը իրականացվում է բացառապես QR կոդերի միջոցով, իսկ տարածքում իրականացվում է խստացված հսկողություն։ Այս փոփոխությունները նպատակ ունեն ապահովել արագ, վերահսկելի եւ անվտանգ մուտք, ստեղծելով առավել կազմակերպված եւ պահպանված միջավայր բոլոր մասնակիցների եւ հյուրերի համար։ Seaside Startup Summit Armenian միշտ հայտնի է եղել միջոցառում, որտեղ կառուցվում են հարաբերություններ եւ դրանք ոչ միայն բիզնես հարաբերություններ են, դրանք նաեւ մարդկային հարաբերություններ են, ընկերական հարաբերություններ են եւ այս միջոցառման մեջ ամենակարևոր բանը, որ մենք միշտ ցանկանում ենք պահել, դա էմոցիան է։ Վերջին տարիներին Seaside Startup Summit-ը դարձել է ոչ միայն հայկական, այլև միջազգային ստարտափ էկոհամակարգի կարևոր հարթակներից մեկը։ Միջոցառումը հնարավորություն է տալիս հայկական թիմերին ներկայացնել իրենց լուծումները միջազգային ներդրողներին, իսկ արտասահմանյան ընկերություններին բացահայտել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը։ Մասնակիցները վստահ են, նման հարթակները նպաստում են գիտելիքի փոխանակմանը, նոր կապերի ստեղծմանը եւ այնպիսի նախագծերի ծնունդին, որոնք ապագայում կարող են մրցունակ լինել համաշխարհային շուկայում։ Մինչև օգոստոսի 1-ը Սևանը շարունակելու է հյուրընկալել տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներին, իսկ շաբաթվա ավարտին պարզ կդառնա, թե որ գաղափարներն ու ստարտափերներն են այս տարի արժանանալու ներդրողների ուշադրությանը եւ նոր հնարավորությունների ճանապարհ բացելու դրանց կյանքի կոչման համար։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներանց։ Պլաստիկի արգելք 2027-ից օգուտ բնությանը, վնաս տնտեսությանն ու աշխատողներին, 24-ը 6-ի դիմաց կանայք աշխատանքից հետո էլ աշխատում են տանը։ Եվ ռազմական մի ամբողջ արսենալ Եղվարդում իրավապահները ապօրինի հրաձգարան են հայտնաբերել։ Վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Պլաստիկ իրերի արտադրությամբ զբաղվող գործարարները մտահոգված են աշխատանքային 30-ամյա փորձ ունեցող արտադրողների կարծիքով 2027-ից ուժի մեջ մտնող
պոլիէթիլենային տոպրակների և միանգամյա օգտագործման պլաստիկ տարաների արտադրության ու վաճառքի արգելքը կարող է լուրջ հարված հասցնել ոլորտին։ Հետևանքների թվում հիշատակվում են աշխատատեղերի կրճատումը, արտադրանքի թանկացումը, որոշ ընկերությունների դեպքում նույնիսկ արտադրության դադարեցումը։ Գործարարների դիտարկմամբ սահմանափակումների փոխարեն պետությունը կարող էր խրախուսել պլաստիկի վերամշակումն ու աջակցել երկրորդային հումք օգտագործող արտադրողներին։ Եթե այսօր պլաստիկ բաժակը արժե 3 դրամ, ապա թղթե բաժակը 15 դրամ։ Ստացվում է կթանկանա ու դրա բեռը կընկնի սպառողի վրա։ Բացի այդ թղթե բաժակի ներսում էլ պոլիէթիլենային շերտ կա, այսինքն ամբողջությամբ պլաստիկից հրաժարում իրականում չի լինում։ Պետության աջակցությամբ վերջերս ձեռք բերած 100 հազարավոր դոլարների սարքավորումները ևս կարող են անօգտագործելի դառնալ։ Բնապահպանական խնդրի լուծման համար նա արգելքների փոխարեն առաջարկում է խթանել պլաստիկի վերամշակումը, երկրորդային հումք օգտագործող արտադրողներին պետական աջակցություն տրամադրելով։ Հայաստանում իրականացված վերջին ուսումնասիրությունների համաձայն տնային գործերի և ընտանիքի անդամների խնամքի վրա կանայք շաբաթական միջինը շուրջ 24, տղամարդիկ մոտ 6 ժամ են ծախսում։ Կանանց չվարձատրվող աշխատանքի ծանրաբեռնվածությունը առավելագույնի է հասնում 30-35 տարեկան հասակում, կազմելով շաբաթական մինչև 49 ժամ։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի դիտարկմամբ այս անհավասարությունը կարող է նաև ժողովրդագրական ու տնտեսական որոշակի խնդիրներ առաջացնել։ Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի այդ կամը փոխարինվի եւ, այսինքն կինը, տղամարդը, ընտանիքը հնարավորություն ունենան եւ իրենց կարիերայում անել այն, ինչ որ կարող են, այն, ինչ որ ցանկանում են, ունենալ ֆորմալ զբաղվածություն եւ նաեւ կարողանան ժամանակ հատկացնել իրենց ընտանիքին։ Սա չի նշանակում բնականաբար, որ մենք պետք է վարձատրենք տանը ցանկացած կատարած աշխատանքի համար, բայց առաջին հերթին նշանակում է, որ գոնե սոցիալ-տնտեսական հավասար պայմաններ պետք է ունենան, օրինակ ապագայում կենսաթոշակային տարիքի անցնելիս։ Իրավապահները մի ամբողջ արսենալ են հայտնաբերել Եղվարդում, տարածած տեսանյութում երևում են ինքնաձիգեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, զրաբաշխոններ և այլ տեսակի զինամթերք։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով 30 անձ է ձերբակալվել։ Այս և օրվա այլ կարևորը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի իր փոխարեն լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, այս մասին հայտնել են պետական եկամուտների կոմիտեից։ Օրինակ, եթե հայտարարատուն գտնվում է արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով կկարողանա առանց դժվարության ներկայացնել իր հայտարարագիրը։ Լիազորված անձը հնարավորություն է ունենալու քաղաքացու անունից մուտք գործել համակարգ, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը եւ կատարել այլ գործողություններ, մասնավորապես սոցիալական ծախսի հետ վճարի դիմումը հանձնել։ Հազար խոշոր հարկ վճարողները հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ։ Պետբյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից 123 միլիարդ 824 միլիոն դրամով ավելի գումար։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 939 միլիարդ 957 միլիոն, իսկ մաքսային մարմինը ավելի քան 169 միլիարդ 938 միլիոն դրամ։ Սամվել Կարապետյանը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վիճարկելով վերջինիս որոշումը։ ԿԿՀ-ն, հիշեցնենք, 200,000 դրամի չափ տուգանել էր Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահին քաղաքական ուժի ղեկավարի պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի եւ եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները ակցիա են իրականացրել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։ Ծառուկյանի մամուլի խոսնակն այստեղ հայտարարել է, որ ԲՀԿ նախագահի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացները պայմանավորված են նաև Իսլամական Հանրապետության երկու քաղաքացու նրա ձևակերպմամբ կեղծ ցուցմունքներով, ինչը Իվետ Ատոնոյանի խոսքով վտանգում է հայ-իրանական հարաբերությունները։ ԾՏ-ի ենթարկվել խորհրդարանի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը։ Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հուլիսի 25-ին ժամը 14-ի սահմաններում են դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել եւ համապատասխան գործողությունների արդյունքում երկու քաղաքացու ձերբակալել։ Քննչական կոմիտեից էլ փոխանցում են, որ դեպքի արդիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել են քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հատկանիշներով, իսկ
Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների Կոնջորյանը ծեծի է ենթարկվել հուլիսի 24-ի կեսգիշերին Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանի շքամուտքի առջև։ Ծեծի ենթարկողներն ըստ մամուլի կառուցապատման աշխատանքներով զբաղվող ընկերություններից մեկի տնօրենն ու իր ընկերներն են եղել, իսկ պատճառը մի քանի տասնյակ միլիոնի հասնող պարտքը, որ ունեցել են Ավետ Կոնջորյանի նկատմամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Բաքվում մեկնարկել է ըմբշամարտի M17 աշխարհի առաջնությունը 65 կիլոգրամ քաշային Վազգեն Մնացականյանն այսօր 7-4 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ, հաղթական 4 միավորը վաստակելով բառացիորեն վերջին 2-3 վայրկյանների ընթացքում հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Վազգեն Մնացականյանը 5-2 հաշվով հաղթել է նաև Ղրղզստանի ներկայացուցչին եւ դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 4-րդ եզրափակիչ։ Արարատ Ավետիսյանն էլ 9-3 հաշվով հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին Ուզբեկստանի ներկայացուցչին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։ Վահե Հովեյանը հաղթանակ է գրանցել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ դուրս գալով առաջնության 1/8 եզրափակիչ։ Մահվան ելքով վրա երթ Երևանում առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում 3 կամրջի վրա Lexus Մակնիշի ավտոմեքենայի 21-ամյա վարորդը վրա երթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Շամչյանը տեղեկացնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն եւ բժիշկների ժամանաթերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Քնչական բաժնում քրեական վարույթ են նախաձեռնել։ Վարորդը ենթարկվել է սթափության, փորձաքննության եղել է սթափ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ օդերեութաբանական կանխատեսումներ, եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-ից 4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի։ Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 27-ից 32, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 32-ից 37 աստիճան տաքություն։ Լոռիում կլինի 28-ից 32, Տավուշում 32-ից 36 աստիճան տաքություն։ Արարատում Արմավիրում սպասվում է 37-ից 39, Սյունիքի Հովիտներում 33-ից 36 աստիճան։ Սյունիքի նախալեռներում կլինի 27-ից 30 աստիճան։ Մայրաքաղաք Երևանում գիշերը կլինի 21-ից 23, ցերեկը 36-ից 38, երեկոյան ժամերին 31-ից 33 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։